Բա ով օգնի ինձ։ Ով օգնի ինձ։ Տար։ Ամենից ես ստիգամ օգնեմ, ամենից։ Այս տարիքն որ սենց մուննա Աստված ջան։ Ես չգիտեմ ինչ կկատարվի հետո։ Այս պահին Այս չայազար։ Ոչինչ տարեք։ Այս պահին սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ, բարի կեսօր նանց, մեր մոտ արդեն ժամը 3-ն է, ես սենց հագած կապած, դրսում անձրևոտ եղանակ, ստեղել ես տեսարանը, դուրը փագի մտի տուն Ալեքս, դուրը փագի մտի տուն Ալեքս, լրիվ տարար, լրիվ տարար, ապրե շնորհակալություն, դե տար տուն, Տարեմ, ամենից տարեմ, ապրես, մեծ բան չես արել պատկերացրու, ուրեմն սիրելիներ ջան, այսօր ամսի քանիսն է, 16-ն է, 17-ն է, քանիսն ես, 16-ն է, ճիշտ էլ հիշում եմ, այսօր ապրիլի 16-ն է, 2025 թիվը, ինչ եմ սենց մանրամասը ասում, գնա տուն ծուղ։ Ինչ ապիր, դատիկ? Հա, գնա տուն։ Այ։ Դե գնա։ Ինչ եմ սենց մանրամասը ասում, թիվն էլ հետն ասում, որովհետև ես կար բարակ էի մտածում, նկարահանեմ այս տեսանյութը, այս ձևով, այս ֆորմատով, չնկարահանեմ, բայց հասկացա, որ արժե նկարահանել, որովհետև երբ որ հին հուշերի գիրքն ես ընկնում, ապրածդ օրերն ես հիշում, ապրածդ տարիները, նույնիսկ անգամ ժամերը։ Հիմա այսօր անձրևոտ, գարնանային, միդավորա, գնացել եմ Վանաձոր, գնալս պատճառ ուներ, մեր քաղաքում ճիշտ ունենք շինանյութի խանութներ, բայց այն ինչը, որ ես ուզում էի, չկար։ Ովքեր ինձ հետևում են շատ շուտվանից, դեռ 5 տարի առաջ, ներողություն 6 արդեն, 19 թվի փետրվարի 19-ից ես իմ ես ձեռքերով հայտնվել եմ օնլայն հարթակում, տարի ու կես, ավելի ճիշտ տարի 8 ամիս, ձեռքերս կամաց փոխարինեցի ընդհանուր դեմքիս, մի խոսքով գիտեք, սկզբից ուրեմն աշխատել եմ օնլայն հարթակում խոհանոցային էջով, հետո հասկացա, որ չեմ հասցնում, էջս պասիվ ամնում շատ, որովհետև Ալեքսի հետ մի քիչ օրս ուրիշ ձևի է անցնում, ամիսներս ուրիշ ձևի են անցնում, դրա համար որոշեցի վարեմ անայդ Ալեքս էջը, որտեղ ներառում եմ մեր առօրյան, ում դուր է գալիս, ովքեր ոգեշնչվում են, ովքեր, չգիտեմ, փորձում եմ հնարավորինս լավ բաներով կիսվել, պահի տակ նեղությունս կիսվել, պահի տակ մտահոգություններովս կիսվեմ, հիմա սիրելի հետևորդներ ջան, այ 2025 թիվն է, հեն այնտեղ ավազները 2 տեսակ թափած, գիտեք, եթե անայդ Ալեքս էջին շատ շուտվանից եք հետևում, գիտեք, որ շինարարություն ենք անում ու այսպես ասած սեփական տունն է, գործը միշտ կա, այնքան էլ շատ է, ոչ սկիզբը կա, վերջը այն թելի ծայրը չես կարող գտնես, որովհետև պահ կա քո ուզածը չի լինում, պահ կա ֆինանսդ չի ներում, պահ էլ կա, որ պիտի օրենքի կանոններին համապատասխան քայլես, որ ամեն ինչ լավ լինի ու ճիշտ լինի, ովքեր ինձ հետևել են շատ շուտվանից, շատերդ էլ քննադատել եք իմ խոհանոցը, շատերդ ուղղություն եք տվել, շատերդ լավ ու բարի խոսքեր եք ինձ ասել, բոլորիցդ էլ շատ շնորհակալ եմ, այո, մինչև չլինի քննադատություն, չի լինի ճիշտ
պատասխան, մինչև չլինի հասարակ մի բան, սառը ջուրն ենք, չէ, փորձում տաքացնենք, քանի որ ես ամեն ինչի մեջ լավն եմ միշտ ուզում տեսնել։ Մի խոսքով, որոշեցինք ամուսնուս հետ երկար-բարակ զրուցելով, խորհրդակցելով, ընտանեկան բյուջեն իմի բերելով, որոշեցինք ստեղ, դե գիտեք, շարունակություն տանք, խոհանոց սարքենք, դեմնել փոքր գեղեցիկ պատշգամբ եմ ուզում լինի, լրիվ պլանավորել եմ, մտածել, փոդքասթ ունիկան էլ հավանություն ա տվել, բայց հասկացանք, որ չափից շատ ա ծախսատար, երբեմն կատակախառը ասում ենք, չէ, որ ավելի լավ թազատուն սարքես, քան ռեմոնտ անես, բայց պատկերացրեք, որ չէ, որովհետև եթե ամեն ինչը սկսում ես զրոյից, թե թղթաբանության գումարով, թե շինապրանքների գումարով, գալիս ա կանգնում մի հատ ընձևի կլորիկ գումար, որ, ոնց ասեմ, մեր նման մարդկանց համար տարիներ ա պետք, որ հավաքես, կամ, այսպես ասած, շատերս ենք, չէ, օգտվում ապառիկից, բայց թե ապառիկն էլ իր լիմիտն ունի, այնպես չի, որ վերցնես, բա վերադարձնելը արդեն մի քիչ ավելի պատասխանատու է։ Ինչևէ, ներքևում փառքաստա, ունեցել եմ խոհանոց, ունեմ խոհանոց, քիչ-քիչ աստիճանաբար տեսքի եմ բերել, շնորհքի եմ բերել, ինչքան ուզում ա նորավոճության հետևից գնաս, երբեք չես հասնի, լավից լավը միշտ ու միշտ կա։ Դրա համար ես իմ սիրած խոսքն ա, որ ասում եմ, եկեք ընտրենք ոսկե միջինը, ես միշտ եմ ընտրում ոսկե միջինը, որովհետև պարզ ու շիտակ ձևով, եթե ասեմ, ֆինանսս չի ների, որ ընտրեմ ամենալավը։ Դրա համար ոսկե միջինից էլ եմ գոհ ու շնորհակալ, թող Աստված մեզ առողջություն տա, աշխարհին էլ խաղաղություն, մի կերպ ամեն ինչն էլ իմի կբերենք։ Ուրեմն իմ առօրյա վլոգները հաճախակի սկսեցի ցույց տալը խոհանոցային վերանորոգումը, սկզբից որոշեցի հենց այն ծայրի հատվածը վերանորոգեմ, եթե ասում եմ վերանորոգեմ, սխալ եմ ասում, վերանորոգենք, ուղղակի տանը, որ այս պահին ես եմ, դրա համար էլ տենց եմ ասում, ովքեր նոր են միացել իմ մեջին, ասեմ, որ ամուսինս արտագնա աշխատանքների ա գնում գալիս, այդ ա խնդիրը, տարվա մեծ մասը դրսում ա ալնում, բայց փառքաստում այսօր ցավոք սրտի շատերս ենք այդ օրին, այդ հալին, այդ շնորհքին։ Ինչևէ, սկզբից որոշեցինք, կհիշեք, չէ, մեր խոհանոցը, շատ եմ չարչարվել այդ խոհանոցի վրա, շատ ենք քիչ-քիչ աստիճանաբար գումար ենք ներդրել, հետո զգում ես, որ մի տեսակ սենց մեր տնական ձևով, որ ասեմ, չալու-չալտիկ խոհանոց էր լնեմ, այն վենտիլյատորը, այդ քաշող սարքը դուրս չէր գալիս, որովհետև ես իրան չէի օգտագործում, հատակի լամինատ կոչվածը, այն ժամանակ դեռահաս երիտասարդ աղջիկ, ճիշտն ասած խելքս ու փորձս այդքան շատ չէր, որ հասկանայի այն էլ խոհանոցում լամինատը լրիվան իմաստա, ճիշտ է ինքը ուղիղ 10 տարի մեր հատակներին մնաց, շատ ավելի լավ որակի էր ինքը, քան հյուրասենյակից լամինատը, այն էլ խոհանոցում, այն էլ անընդհատ ջուր, ջրի կաթիլ, մի խոսքով, էլի լավից վատից լավ էի պահել, բայց զգում էի, որ արդեն շունչը տալիս ա, չի ստացվում, հետո դրան զուգահեռ էլ ասում էի, ձեռի հետ էլ կաֆելները, սալիկները փոխենք, քանի որ կեսրայս ձեռի գործն էր, ցանկացած զավակի համար էլ դժվար ա, չէ, որ ոնց ասեմ, հոր արած դրածը տա քանդի, դրա համար մի քիչ նիկան երկար էր էլի երկմտում, բայց փառքաստու չենք տալիս քանդում, էլ ավելի ենք լավնացնում, էլ ավելի ենք շենացնում ու հայրական տունը ծխացնում,
այսպես ասած մեր հայկական, ավանդական ադատով։ Մի խոսքով երկար բարակ ծանրութ թեթևանելուց հետո որոշեցինք սա սենց մնա, մեր խոհանոցում թեթև վերանորոգման աշխատանքներ սկսենք, ընդամենը ուրեմն հանենք այդ օդատարը, որ անիմաստ տեղ ցցված էր, էդ էլ էր սխալ, բայց թե մինչև սխալը չանես ճիշտ ուղու վրա չես գնում, դրան փոխարինել եմ վինտիլյատորով, ընդեղ արդեն կասեմ կտեսնեք, ու որոշեցինք պատերի սալիկները պոկենք, նորը սիրունը ամենահասարակը շատ եսիմ ինչ թանկավժեք ու չէ պետք է ասեն օրինակ մարդկա կասի կյանքը մի հատ է անելուց հետո ամենալավը, բայց ես իմ հնարավորության սահմաններում եմ միշտ անում, իմ հերս մերս ինձ այդ ձև են սովորացրել, ստեղել մեր տան պայմանների իմ ամուսնու հետ խորհրդակցելուց հետո գտնում ենք, որ շատ թանկա անիմաստ է, շատ էժաններ չի պետք, հա, ոսկե միջինը ընտրում ես, գնում առաջ Աստծո օրհնությունով ու օգնությունով։ Ընտրությունը Նիկան թողեց իմ վրա, որովհետև ասում է դու կարելի ասել օրվա մեծ մասը խոհանոցում ես, ընտրի, բայց իհարկե ես ինձ ու գլուխ չեմ ընտրել, ընտրելուց հետո իրան ցույց եմ տվել, հավանության արժանացել, երկար բարակ ենք խորհրդակցել, հետո մի բան ընտրելը, մյուս բանա, որ վարպետի հետ արդեն գնաց, որ ինքն էլ որակը լավ ու վատը ասի, փառք Աստծո եկանք, խելքի տվեցինք, վերցրեցինք ու սկսեցինք խոհանոցը վերանորոգել, դե տեսել եք, դրսից ինքը ուտիպլիտ հայերեն տաքացրած, հա, պենոպլեքսով տաքացրել ենք, սավաղ կլեի այդ բաները լրիվ արել ենք, արդեն կանգնես, թույլ տանք ներսում էլ, չէ, սկսենք ամենասովորակ, ճիշտ է, ճաշակը շատ լավն է, կուզեմ ամենալավն անեմ, քանի որ ասած շատերին կյանքը մի հատ է, վայել էլ է պետք է կյանքդ նենց ապրես, որ վերջին օրդ ես ապրում, բայց եթե ես այդ սկզբունքով ապրեի, այսօր շատ բաների չէի հասնի, դրա համար մի խոսքով, ինձ թվում է հասկացողը հասկացավ ինչ եմ ուզում ասեմ, այս խոսքից վրա արևն էլ բացվեց, անձրևը կտրվեց, ու հետո դժվար է շատ, կողքից հեշտ կնայվի, կասեն, հա, դե առաջին անող կա, դնող կա, բայց դաստիարակված մարդու համար դժվար է էլի ուրիշի մարդկանց հետ ասելը, խոսալը, շփվելը, որովհետև ես սովոր եմ եղել, որ մեր տանը հերս մերս անեն, ստեղել իմ կեսրարնանի կամ էլ ամուսինս անի, բայց կյանքի պայմաններից ելնելով էլի փառք Աստծո, որ Աստված ինձ շնորհք ու համբերություն ա տվելու, շփվելու նորմալ ունակություն, մարդկանց հետ շփվում ենք, կոմպրոմիսի գալիս, մարդիկ իրանց գործն են անում, այսպես ասած, ես էլ որտեղ զանգում եմ Նիկային եմ ցույց տալիս, որտեղ էլ իմ հավանությունն եմ տալիս, այսքան մի բան։ Հիմա այս անգամ օգտվել եմ մեր քաղաքի խանութներից, մեր թաղամասի խանութից եմ օգտվել, շատ հարմար էր, շատ լավ էր, ես ոնց ասեմ, ինձ համար ավելի լավ իմ համաքաղաքացու հետ գործարքի մտնեմ, հա, նույն պայմաններով, ոնց օրինակ կառաջարկեն ցանկացած ֆիրմային խանութներ, օրինակի համար Դոմուսը, Իդեալը, Նոր տունը, նույնն էլ ստեղ են մարդիկ առաջարկում, իրանց լավ վերաբերմունքը ցույց տալիս, լավ ապրանքներ առաջարկում, ինչի համար շատ շնորհակալ եմ, մի խոսքով ընտրությունը արել ենք, ընդեղ փոփոխություններ կա, այսա որ կիչնեմ ներքև ցույց կտամ, ովքեր մեզ շուտվանց են հետևում կհասկանան ինչ եմ ասում, ովքեր էլ չէ, երկու բառով կմանրամասնեմ, հետո երկար բարակ մտածելուց հետո ինչ եմ սենց եզրահանգման եմ գալիս, այսինքն ստացվում է մեր նախամուտքը սալիկ է,
Նախամուտքից են կողմ նույն լամինատներ, միջանցք, հետո խոհանոց, ստացվում էր սալիկ, լամինատ, հետո նորից սալիկ ու մի տեսակ էլի չալտիկ-մալտիկ, էդ իմը չէր, որոշեցի, որ միջանցքն էլ փոխենք, միջանցքն էլ փոխեցինք, այնտեղ ավելացած շատ ներկեր ունենք, որովհետև համ ստեղ, համ դեռ այս նախկին ներկերից ունենք շատ մնացած, ինձ թվում է կբավականացնի միջանցքի պատերն էլ մի հատ թարմացնենք ուղղակի սպիտակ ներկով, վրայից ուղղակի սպիտակով անցնենք, ոչ մի ուրիշ բան, ու արդեն տունը բավականին տեսքի կգա, կմնա վարակույրներն էլ հետո, քանի որ ես միշտ սիրում եմ ասեմ, Մոսկվան միանգամից չի կառուցվում, այլև դեռ կառուցվել է, ու կառուցվում է ու կկառուցվի։ Այնպես որ այսօր մի քիչ երկար բարակ ասեցի, բայց տարիներ հետո մտածում եմ տղես կբացի, հավեսով գնայի, միտք կանի, չգիտեմ, կյանքա, ոնց կստացվի, ինչ կստացվի, ինչի ուզեցի այս տեսանյութը հենց այս ֆորմատով նկարեմ, որովհետև երբ որ ընկերուներս ասում են, անա այդ ոնց առանձին չես նկարում, քեզան աղայդի, ասում եմ, օй դե որ վառորյայի մեջ կա, հետո այսօր մի տեսակ Վանաձոր գնալուց արդեն բան արեցի, ասում եմ, չէ, սա լավ հուշ կլինի, թող առանձին տեսանյութով նկարահանեմ, վաղը մյուս օր հենց ես էլ հաճույքով կնայեմ, հնավարպետներս էլ եկան այս խոսքի վրա, մարդիկ շնորհքով իրանց համար գալիս են, գնում են, աշխատում են, իրանց գործը անում են շատ բարեխիղճ ու նորմալ ձևով, էլի իմ համաքաղաքացիներն են, մի խոսքով, այսօր գնացի Վանաձոր, պլանավորել էի միանգամից մտնեմ Դոմուս, մտա Դոմուս, հետո տաքսիվարորդը ցույց տվեց մի ուրիշ լավ խանութ, դեռ Վանաձոր այդ լուսացույցի մոտի խանութներ, լավ մեծ խանութ էր, բանից պարզվեց այս շինությունը, որ սարքում ենք, ալիքը հենց տեղից էր օգտվում, բավականին մատչելի, բավականին լավ գներով, լվացանս վերցրի տեղից ու իրոք զեղչը բավականին զեղչեց, ինչը իմ համար շատ կարևոր էր ու երևի ցանկացածիս համար, գնացինք նայեցինք իդեալ, ընդեղ կահույքագործ խանութ կար, այդ խանութը գնացինք, վերջում հետ եկամ Մինասի մոտ, վանաձորցիները լավ կճանաչեն երևի, խանութն որ ասեցին Մինաս, բայ ասում եմ, փաստորեն մենք ձեզանից ենք օգտվել, իմ շնորհակալությունը հայտնեցի, ես նայում ասում եմ, բայց դուք ով եք, ասում եմ, այ Ստեփանավան, մի խոսքով իմ տան աշխատող վարպետը շատ լավ մարդ է, շատ բարեխիղճ է, հասկացա ով եք, կրկին անգամ շնորհակալությունս հայտնեցի, լվացարանս վերցրեցի, ուրախ զվարթ եկա հասա իմ տուն, դրանից հետո իհարկե այս գործերը, որ արդեն կանեն, կփորձեմ մասնիկ առ մասնիկ կպցնեմ սիրուն, ստեղծեմ հաճելի հետաքրքիր տեսանյութ ու իրոք հուշի ձևով կմնա, հիմա ասելիքս ինչ է, իջնեմ ներքև, լվացարանս վերցնեմ, ձեզ էլ ցույց տամ, մի երկու մանրուք էլ կա, հետը ցույց տամ ու մի քիչ այսօր մտածում եմ, մի քիչ մի քանի օր հետո, ինչը պահը ոնց կթելադրի, այդպես էլ կանենք, կնկարահանեմ, կդարձնեմ մի լավ տեսանյութ ու կմնա իմ էջում որպես հուշ, այդքան բան, իջնենք ներքև։ Ժողովուրդ եկեք ենք հասնել Դոմուս, այս Վանաձորը, այս անձրևը միայն կարգի, մոլաց
տեղը ճիշտ հիշում եմ։ Արագի մեջ գնանք։ Գնանք ինչ բան չկա։ Տեդամ։ Այս ես լվացարաններ։ Բայց այսա գնանք։ Այգին է ինչ հարմար։ Իսկ փոքր է։ Բայց մի տեղանոց լվացարան։ Տեղանոց լվացարան, քարային եք ուզում ցես թե ջեշտի մոտ։ Չէ, սենց էս որակի։ Կլոր հա թե Քառակուսի թեկուս կլոր լինի, բայց մի քիչ մեծոտ լինի։ Ձերթանալը մեր ստանդարտն է, քիչ ճոստա, հեճաշարի Ձեր ստանդարտն մենք ինքը կլորը էլի ձերականալը մի քիչնարանից մեծ է, համես ու շին տեղով այն Սենց ունենք փոքր մեծ ու փոքր բանով են լվացարաններով Սրանք ինչքան է։ Սրանց գինը չկա ոնց է։ 31,000 Սա արվեստական քար է ինքը, պրեսով են էլի, թողանքը սրանց բարձր է։ Այս կողմը Սա ասենք ձեզ մեջ չէ, պետք ասենք որ բաներնի պատվի ենք Եղեք սերին չկար, ես սա հավանեցի ու բավականին է զեղծվել է, հետո այնտեղ շատ հարմար տարբերակ է, Հումուսից առաջացանք, դրանք ստեղ նայենք, չկա հայոց աշխարհը Հա, եթե ասում ես ես ամեն գնայենք կարող ամի բան գիտես այստեղ մեծ խանութ կա Էսա այնպես բնայք Հարցից հետո բարձանանք Հետեղանք ունենք Այս իրաբաներն են հետնա, հա Լավ չտա Բանածորից եկել ենք Հիմա գնամ լվացարանը բերեմ գնումներ էլ ունեի Սա իմ լվացարանը Տեղավորեցի այստեղ վերանորոգման աշխատանքների հետ սալիկ կպցնելու համար սոսինքն է Հիշում եք չէ, որ խոհանոցում ունեի այդ վենտիլյատոր կոչվածը ես որոշել եմ հանեմ, որովհետև դրա պետքությունը չկար, ինքը տարածքով շատ մեծ էր ու չուզեցա էլի փոխարինեմ, էլի նորից նույնով փոխարինել եմ փոքր վենտիլյատորով ցույց կտամ Էսա հետաքրքիր է, չէ, ավտոտնակը դարձրել ենք սենց պահոց, բայց թե պահը էսա թելադրում Սիրելի հետևորդներ ջան, հիմա
գնանք առաջ ու տեսնենք էլ ինչեր են արել։ Գնանք առաջ ու տեսնենք թե այս ինչեր են արել։ Փաստորեն լավ կհիշեք, չէ՞, սիրելի հետևորդներ ջան, այս կողմից խողովակ ունենք, նա անցքը մնացել, ասենց գետնի երեսով գալիս էր, հիմա տենց չի, տեսեք, ինքը սենց ցեմենտ բետոնի վրայով ահա գալիս, հետո որից հետո ինչ ենք արել, սիրելիներ ջան, այս կաֆելն ենք գնել, ուղղակի այս խաչուկները հետը այդքան սիրուն չի նայվում, ահագին էլ գործ են արել, ստյաշկա կոչվածն են արել, մի հատ ընդհանուր ստյաշկա են արել, հետո կհիշեք, որ այս անկյունով իրանք սենց պտտվում էին, խողովակները գալիս մտնում տուն, հիմա էլ այդպես չի, էլի նորից, այստեղից, հենա, ինքը գալիս գնումա դեպի տուն, որ բաքսի համակարգը տաքանա, որ ճիշտն ասեմ, այս պահը այդքան էլ իմ դուրը չեկավ, որովհետև ես կուզենայի սկզբից պատերի գործը պրծնեին, որովհետև համ ծեպ համացիկ էին կպցնելու, համ էլի պատերի համարել եմ կաֆել սալիկ նախընտրել, մինչև պատուհանագոքը սալիկներ ալնելու, այս դեմը շկաֆներ, որ ես միշտ երազում էի, իսկ այս կողմում էլ սառնարան գազ այնմեղ կահույքատիպի են պահարանս հանել եմ, սիրելի հետևորդներ ջան, ստեղ տեսնում եք ահագին փոփոխություններ արված, ռազետկա հայերեն բարդակ երևի, բարդակների տեղերն է հարմարացված, օրինակ ստեից կմիացնեմ երևի մեկը լվացքի մեքենան, մյուսը միքսերի համար, այստեղ էլ կա երկու հատ, այստեղ երևի թե մեկը բաքսի կոչվածը կմիացնենք կամ վենտիլյատորներ, այստեղ ենք դնելու, ինքը ապրատնի կլապան, վազպետը ինձ բացատրեց, որ ապրատնի կլապանով առնեմ, ասմա, որ դրսի սառը օդը տուն չգա ու իրոք ապրի ինքը խելացի բան ասավ, մենք նախընտրել էինք այս անկյունում հենա դնենք վենտիլյատոր, հետո Նիկային ասելուց հետո Նիկան ասմա շկաֆները մեկա որոտեղ են, չի օգնելու, իր դերը լավ չի կատարելու, մի խոսքով տանտերը ոնց ուզեց, նենց էլ անում ենք, էլի շնորհակալ եմ, որ այսքանին հասանք, քանի տարի ես երազում եմ էլի, որ ունեն ամեն ձևի խոհանոց, որ ոչ մի ավելորդ բան չլինի, ուրեմն փոխելու ենք նաև կահույքը, եկեք քանի ստեղ գործը շատ չի արված, բայց բանալին չեմ բերել, ստեղի կարծեմ, փակամ, գնամ բանալին բերեմ իրար հետ ու ցույց տամ ձեզ, որ Դոնի Պոսլեն լավ հիշենք, ճիշտ է, ովքեր նոր են ինձ միացել, իրանք այդքան էլ չեն հիշի, բայց իմ են հին ու հավատարիմ շուտվանից ինձ հետևացող հետևորդներս գիտեն ինչի մասին եմ ես ուզում զրուցեմ, հեսա բանալին վերցնեմ, սիրելիներ ջան, և իջնենք ներքև, հասկանալու համար,
Ինչ ենք անում, ոնց ենք անում, ահա, կահույքն էլ ցույց տամ ու արդեն քայլերը հաջորդաբար ցույց կտամ, որ համ հետո իմ համար հիշողություն կլինի, համ էլ այդ համար թող լիարժեք հասկանամ կարելի է սա վերցնեմ, երևի կարելի է, բայց օպա այդ է տեսակ ինչ եղավ հելը դեռ քանի բան չի, կահույքս բերել եմ ստեղ, սիրելիներ ջան, իմ ամենասկզբի կահույքը այս սենց ա եղել, դե ես ասել եմ, որ մաս եմ էլի, մի անգամից, մի խոսքով, հնարավորությունը չի ներել, որ մի անգամից տամ առնեմ, քիչ-քիչ, հավաքելով, նմանացնելով, լվացարանը սա է, որ շատ անհարմար էր, նամանավանդ, որ փակոցի սեզոնին մենք հայկանայքը սիրում ենք, չէ, առնենք, բոլ, բերենք, կամպոտա, լեչոյա, մի խոսքով, սենց բաներ անենք, շատ էր երես խորը լվացարան չէր, ու միշտ ասում էի Անահիտ ջան համբերի, լուրումոն ջուսուսուփուս համբերում էի, տեսեք սրանք լրիվ նույն ուզորն է, այսպես ասած, իսկ սա արդեն, հեսա, տեսեք, նմանացրել եմ, ու մի տեսակ ստացվել է չալուչալտիկ էլի, ես էլ, որ ճիշտն ասեմ, չեմ սիրում, ոչ մեկս էլ չենք սիրում, ուղղակի հնարավորության սահմաններում փորձում ենք մեր ույուտը ստեղծենք, հիմա, ուրեմն, սա և սրա դռներ, սա ընդհանրապես իմ կահույքի միջից հանել ենք, սա բերելու է նոր լվացարան, տակի այս շկաֆ կոչվածը, լվացարանն էլ դե ես գնել եմ, հետո ուրեմն իսկ այս շկաֆը կլնի, մյուսը կլնի երորդ տարակը հենահանած դրածա, ինչ ենք անում սիրելի հետևորդներ ջան, այս դռները, սա, այս դեպքում, սրանք, հեսա, փոխում ենք, այսինքն սրանք մնում է, երեսը փոխում ենք ու այդ նոր շկաֆների հետ, որ համահունչ մի տեսքով կահույք ունենամ, միատոն էլի, որ վերջապես աչքս ու սիրտս շոյի, ինձ թվում է, այդքանը կարողացա լավ ասել, ստալիչնիցան երևի կմնա, որովհետև սա կմնա, իսկ լվացարանը կոնկրետ վերացնում եմ, որովհետև պետք չի, այսքանը, ահա, սիրելիներ ջան, այսօր ապրիլի 17-ն է, գնում ենք երգի, վարպետները կատարել են իրանց սիրուն գործը, եկեք գնանք ու միասին նայենք, լա գնադ են կոմ Ալեքս, այս կոմ արի Ալեքս, Գնա, ստեղ նայեք, չքան սիրուն աստացվել, այսքանը այսօր են արել, են էլ են մյուս օրը, շատ արագ ու սիրուն, իրանց գործը մարդիկ անում են, Բուրներ է թաղել, հա, հանել են էլի ասիս ջան, տաքսին դրեցին, հա, դրեցին, հիմա մեր ուտղա հավաքվել ենք, գնանք երգի, բակն էլ ունի,
Այս ծևի տեսք, զուտ շինարարություն, սենց, սիրուն, հնարավորինս մաքրած, կակաչներս շուտով կկոկոմեն, գարունը արդեն հաստատվեց, երկու տեսակի ավազով, ինչքան կարողացել եմ, հավաքել եմ, մոտեցրել եմ, որ շնորհքով լինի, մի խոսքով գնանք երգի։ Բարի առավոտ բոլորիս, այսօր արդեն ապրիլի 19-ը, նախապատրաստվում ենք զատիկի, բայց դրան զուգահեռ մեր շինարարությունը շարունակվում է։ Եկեք գնանք միասին, տեսնենք ինչ են արել, ոնց են արել ու գիտեմ դուք էլ իմ հետ միասին ուրախանալու եք։ Բացում ենք դուռը, այստեղ տեսնում ես գեղեցկությունը, առաջ գնում, մյուս սիրունների մոտ, ինչքան լավն է, ու գնում ենք, հասնում, այստեղ, այս ամբողջը վերջացրել եմ։ Հիմա եկավ հասավ այս սիրուն պահը, սիրելիներ ջան, գիտեք ինչի է այս ձևով արված, վարպետը ինձ բացատրեց, որ այս շովը չերևան, տակի մասից է կտոր դնելու, իսկ վերևի մասից դե արդեն շկաֆներ են դինելու, այս մի պատը որոշել ենք ընդհանուր կաֆել, վերևի տեղը թողել ենք առաստաղի համար, նախատեսել ենք, այստեղ պատկերացնում եք հələ ինչքան գործ կանելու, ուղղելու, հարթացնելու, մի խոսքով, այս անցքերի շատ եմ տուժել, դե հիմի պատկերացրեք, այն ուժեղ սելավի վաղտ, միշտ կաթացել եմ, միշտ ու միշտ, հիմա սարքելու ենք, հենց ուժեղ սելավներ էր ելնում, մտավախությունս այնքան շատանում էր, որ վայ Աստվածիմ, հանկարծ որ ջուրը չլցվի, իսկ հատակը այս տեսքն ունի, այս էլ կաֆելները, սալիկները, այն անկյունները, հեսա հատուկ պլաստմասա են դնում, որ ծայրերը սաղ սալամատ մնա չփչանա, մի խոսքով, այսօր էլ կգան, ասեց, պիտի որ սալիկի գործը վերջացնեն, այդքան բան։ Ահա, սիրելիներս, մեր շինարարության չգիտեմ թե որ երրորդ օրն է, այսօր ապրիլի 21-ն է, այսենց հորդառատ անձրև է եկել, դրան առաջի օրն էլ զատիկներ, այսինքն երեգու այսօր մեր վարպետները չեն աշխատել, բայց թե ոնց են ասում, ես էլ պարապ չեմ մնացել, ես իմ համար էլի գործ եմ գտել, իբր թե գործերս առաջ բերել, եկեք համիջնենք, տեսնենք ինչ են արել, համել ներքևից պիտի ձուվերցնեմ, ընդեղ տեսակ որ խոհանոցն էի, ճաշ եմ պատրաստում,
կանաչի եմ սարքում ու օպա ձու եմ ուզում վերցրածելնեմ մի մանր գործ արանքից հանել եմ այս պլաստիկից տրուբաները պատկերացնում եք չէ ինչքան փոշոտ ու կեղտոտ էին իրանք հեսաձեռնոցներս ես մաքրել եմ ճիշտ է մի տեսակ վրազել եմ բայց թե կոպիտ ասած այն մեծակեղտը հանել եմ իրանց այսինքն սիրուն հավեսով մաքրել եմ այս կոմինն էլ դուռը որ բաբշե ցեխի մեջ շաղախված էր դե պարզա տեսնում եք ինչ վիճակ է հələ այս անցքերին հսկայական երևի ես վերջի երկրաշարժերն էլ էլի սենց բացեց ինքը դե որ կից կառույց է բայց թե սենց այսքան անցք ես իմ Նիկային ասում եմ երևի երկրաշարժից ես վերջում լավ ճոճեց սենց ասեք որ սալիկները շատ սիրուն են չէ վերևում շկաֆները կկպչի ներքևն էլ սենց փայլուն սիրուն ու Աստված ջան տարիներով իմ հետ կծառայի այս արանքը չեմ մաքրել որովհետև սենց բաներ էր արած հասկացա որ ձեռք տալը չի կարելի դրա համար մնաց իսկ մնացածը այն մեծակեղտը հանել եմ որ ճիշտն ասեմ չեմ սիրում էլի որ այս խողովակները սպիտակի գույնը մոխրագույնը ալնեմ հնարավորինս փորձել եմ որ մաքուր պահեմ երևի թե ստացվել է հիմա դուռը բաց եմ սիրելիներ ջան սաստեից վերցնեմ որ իրանց չխանգարի հետո վայ Աստված ջան ինչա կատարվում այս ստեղ մի երկու ճաքած ձու ունեի Սառնանը տեղափոխելու ժամանակ չգիտես ոնց ամեն դեպքում ճաքել ասեցի սկզբից սա տանեմ օգտագործել չմոռանանք թութուներիս սիրուններս բարձանանք վերև չի տականում էլի եղանակները չեն ուզում որ տակացած լինեն ինչքան ուզում է որ գարունը կիսվեց մի բան էլ տենը բայց թե անձրև է գալիս գնանք դեպի խոհանոց ուրեմն սիրելի հետևորդներ ջան այսօր մայիսի 2-ն է ինչպես տեսնում եք մամայիս ծննդյան վարդերից մնացել է այս 9 հատը ես իր համար առել էի 11-ը պլյուս դրան քուրի գսել էր բերել մի խոսքով թոռոմեցին թոշնեցին այս 9-ը ոնց որ թե դեռ լավ վիճակում են ինչևէ այսքանի մեջ էլի փորձում եմ մի լավ բան գտնեմ սրտնեղությունս այդքան էլ չեմ բարձրաձայնում քանի որ մի փոքրիկ խոհանոցը ինչա թե որոշեցինք վերանորոգենք սիրելի հետևորդներ ջան դառավ ես չգիտեմ թե մի ամիսը մյուսին շրջանցեց քանի որ տեսնում եք այս անձրևը
չի թողում, որ մեր արած գործը ավարտին հասնի ու չորանա։ Ամեն դեպքում վարպետներն այսօր եկան, 4 օրեր չէին եկել ու երևի հիմա ոնց տեսնում են գնացել են հանգստի ընդմիջման։ Վարդակակաչներն այս տեսքն ունեն, ցեխա չեմ ուզում շատ առաջ գնամ, հելը նայեք ինչքան սիրուն են օրորվում, ասեք, որ հրաշք են ու թեմայից չշեղվենք, գնանք դեպի խոհանոց ու տեսնենք սրա վերջը երբ ա գալու, այդ ձեր ցավը տանեմ, մեջի հոտն ա գալիս, ստեղ արդեն տեսակ չեմ, այն նախորդ գույնը չկամ, ուզում եմ վերացնեմ, ինձ թվում է 2-3 երես կսելու են, բայց թե ամեն ինչ իր հերթին, շարքին ու կարգին։ Այս լավ էս։ Այստեղ էլ փիրուզական աչագույներ, սա էլ ենք վերացնում, պատուհանագոգերը այսպես ասարկած։ Այստեղ այս սպիտակ է էլի, շերտը հաստ էր, լավ չքսվեց, լավ չչորացավ ու սենց մնաց ու սրանք հիմա հասնում ենք վերջին, սիրելի հետևորդներ ջան, այս անկյունները Արենն ուզում էր սենց թողամ, հարցնում ասում սենց մնա, թե ու գոլնիկ կոչվածը դնեն, հեսա գնացել ա վերել, որ այդ լուսամուտի անկյունները, այս անկյունները, դրանք սիրուն ձևով դրվի, այս անկյունն էլ շատ դժվար չորացավ ու չգիտեմ, կսել են հիմա, այսօր իբր թե մի տեսակ արդեն վախենալով եմ ասում, չեմ էլ հավատում, առաստաղն են բերելու, նացիժնոյ եմ ուզել, իրա երևի ձգվող, հայերեն տարբերակը չգիտեմ, եթե դուք գիտեք գրառումներում կգրեք, ստեղ էլ ա սերի ներկած, մի խոսքով, այս հենց իրավիճակը, այս էլ ներկը, որ սենց կա, բայց չգիտեմ ինչի ինձ թվում է, որ մի քիչ ավելի մուքներ պետք, միգուցե սխալվում եմ, ամեն դեպքում մի տեսակ մուք էի ուզում մի քիչ, այսա չորանա կհասկանանք, ինչա կատարվում մեր տանը, այսքանը, այս խողովակների, այս մասը չեմ լվացել, միրանք են լվացած մաքուրա, այս մասն էլ, այսա բարձանամ, տակ ջուր բերեմ, հեղուկ բերեմ, դրանամ, փորձեմ, այս մի գործը գոնե արանքից հանեմ, սիրելիներ ջան, այսքան մի բան, եթե այսօր բախտի բերման պարաստաղը բերեմ, ցույց կտամ գործողությունը, Ժողովուրդ, ես դեռ չեմ հավատում, որ այստեղ ասում եմ ձեզ տադամ մի օրվա մեջ, ընդամենը մի ժամում, ուղիղ մի ժամ 65 րոպե հավաքվեց մեր առաստաղը, այստեղ այն օդատարը հանեցի, որովհետև ինքը շատ էր մեծ ու անիմաստ, տեսեք, Սայանավը բալու բրենդի, չգիտեմ ինչի սիրում եմ այդ բրենդը,
Ահա, ջան եմ ասել է։ Հիմա սրտիկներս ասել, լույսն անջատ ենք, որ խնայենք, պարպետներն է տա այսօր թողին, գնացին, սա մի հատ լավ չորանամ, կահույքագործն իրագործն արդեն արել, բայց սիրելիներ ջան, ոնց տեսնում եք Անահիտը իրագործում է, այս ինձ ենք անում, որ Շունիկ ջան խելոք ու այս հատվածի խողովակներն եմ ուզում մաքրեմ, որովհետև մտածում եմ կոնկրետ այս հատվածը հաստատ ներկելու և այլնի գործ չկա, այս հենց ուզում եմ մաքրեմ, ստեղ արդեն ահագինից ահագինա չորացել, այս իմ սպիտակ, սիրուն, հաճելի առաստաղը, ասեք որ սպիտակը շատ լավն է, այս մասն էր ինձ հետաքրքիր, ահա, էդ էլ պլասմասի իր հետ ասեց ուգոլնիկա, տենց հավաքել են, որը որ կոչվում է նատիժնոյ պատալոկ, այստեղ այս լույսերը, այս դուրս եկած պահը սրտով ես չէր, բայց այլընտրանք չունեինք, տարածություն չկա, որովհետև այս բաքսի անցքի տեղն էլ է փոխել վարպետը մի քիչ իջացրել, որ կարողանա գործը ճիշտ աշխատի, սիրելի հետևորդներ ջան, հիմա ինչ անում Անահիտը, հագուստս փոխել եմ, ջուրը բերել եմ, ձեռնոցներս դրել եմ, մաքրող միջոցն էլ հետն եմ բերել ու ինչ եմ անում, թևերս քշտում եմ, ասած Ֆլորա տատիկին անցնում եմ գործի հավեսով, ճիգյարով ու բարձր տրամադրությունով, դե գնացի, ահա սիրելի հետևորդներ ջան, այսօր արդեն մայիսի 5-ն է, եղանակը մռայլ, անպաց, անձրև, այստեղ արդեն տեսակավորել եմ լվացքը, Ալեքսին ուղարկել, այսպես ասած, աղբը թափելու, հիմա իջնենք ներքև, լիքը գործ եմ արել, կակաչները դեռ կան, ինչքան էլ սիրուն են, Արի բեր ենա, այս իմ տունը, խոհանոցս այս վիճակը, չէ, ինչ ենթասինը բեր, ոնց տենում եք լուսամուտ սրբելու եղանակ, չի, սիրելի հետևորդներ ջան, լուսամուտ, թասինը բեր, դե բեր, լուսամուտ սրբելու եղանակ չի, որովհետև ոնց անես, ինչ անես, իտո էլի անձրևա հետո դեռ գործ ունենք, բայց ոնց տեսնում եք, Սառնանը սիրատեղը գտել եմ, ինչի համար ես շատ ուրախ եմ, այս ինչի աստված է, բերեցիր, գնա փոշին էլ բեր, Սպասեցից ես կգամ կգցեմ, ուրեմն ինչ են կարել, Ալեքս ես նկարում է գիտես, ինչ են կարել, ես վերջնական միացրել եմ, կպցրել եմ, այստեղ սկոչով կպցրածը ասել են ձեռք չտամ, դե ես էլ ձեռք չեմ տալի, այստեղ լվացք ունեմ ներող, բայց թե բոլորս էլ այդ գործին ենք, չէ, թող հաճվի սպասի, այստեղ նույն գործողությունը ստեղ արած, սիրելի հետևորդներ ջան, այս մասը ակուրատնի սիրուն,
Այստեղ մենք պլանավորել էինք, որ հեսա այստեղ պլինտուզ անենք, հետո որոշեցի, որ կաֆել, ճիշտը կաֆելն ան, ավելի ապահով, ավելի ամուր, այդ որ ասում եմ վաղնել են գալու, այս սրանք դզելու համար, այստեղ, սիրելիներ ջան, այս գույնը մեզ կսինչ թակցնեմ, նիկան չհավանեց, բայց թե ինձ որ մնար ես սպիտակ էի ուզում, ինքն ասավ փոխի գոնես եռի, որ սպիտակը կիսատի տպավորություն ա թողում, որ անընդհատ գործ կա, այս կա, են կա։ Ես էլ իրան լսեցի, փոխեցինք, սկզբից այս գույնն էր, հեսա, մի տոն բաց, Նիկան ասավ մուքացվեք, մուքացվել ենք, այս չորանա, մի հատ էլ ա կսվելու, ստեղ էլ չթողեց, որ կսենք, որովհետև ասում ա ես որ գամ, գույնը փոխելու ենք, դե որ ասում ա, են որ ասլատան տերը ես եմ ինչ կուզեմ կանեմ, ասում ա ասին, համար կարևորը մաքուրա, թողնեմ կոնգնի, թող ենքոն գնալուս, հիմա սիրելիներ ջան, այստեղ դեռ կավիքը պետք ա բերեն ու չգիտեմ, էլ այսօր կբերեն, վաղը կբերեն, բայց թե այսօրվանից օր չի մնացել, եթե անկեղծ, Հագեմ։ Ենքոն գնայց, վաղում ես։ Դա համար Հագեմ։ հա։ Սպասի։ Հարկա։ Լացնեմ։ Ենքան լվացք ունենք, ենքան լվացք, երանումը տալու չի, ստեղ տեսակ լվացարանը փոխել եմ, տեղը փոխել ենք, իհարկե նիկան ստեղ էր, որ ես ամեն ինչը որոշել եմ, եկել ա հասել ստեղ ադրվելու լվացարանը, առած տաղա ինչքան ընտիրա, շատ իմ սրտովա չափից շատ, աննկարագրելի, որ դուրս եկել ա մի այդ կարգից, սիրելիներ ջան, ինչև է, գող եմ, շնորհակալ եմ, հիմա ստեղ հավաքում եմ, տեսակ որ անելիք չկա, մի հատ ընդհանուր փայլացնեմ, խողովակ, կաֆել, մաֆել, դրանք լրիվ, ես նախորդ քիչ ձեռիս հետ լվացել եմ, դրա համար այսօր արդեն հեշտ եղավ ինձ ամեն ինչը։ Ինչև է, մի երկու գործ կամ վերջացնեմ։ Ինչ լավն այս խողանոցը։ Դա որ ես ամեդերը բերեն, ավելի լավ կիզնի։ Բասենյակս։ Այս մի երկու գործերն են, ամեն կարևորը այդ դրու դեքը վերացան։ Չգիտեմ, շատ փոփոխություններ եղավ, շատ ամեն ինչը իմ սրտով եղավ, մեր սրտով եղավ, խոհանոցը ենա զուտ տնոջ տեղնա, չէ, դրա համար էլ ասում եմ իմ սրտով, իհարկե Նիկայի ներկայությունով ենք սարքել, հենց ասեմ, որ կողքից ճիշտ եմ կարելի ամեն ինչը։ Այսքանը, հիմա միացենք ուղղակի երեսով, անցնեմ լվանամ, այն մեծակեղտը տեսակ որ հանածա։ Կարմեզն ենք մոռացել պարագույրի համար նախատեսված, կարմեզ տնենք երևակայի, և վсё, այդքանը։
Այսօրին այնքան եմ սպասել, անունը տալու չի։ Ուրեմն կահույքագործը նոր զանգեց, ասում Աննա հարմար ա բերեմ։ Ասում ա իհարկե։ Հիմա իմ միջուտեստի ժամն ա, մինչև ինքը կգա, ես այս համով խնձորն ուտեմ ու կահույքը բերեմ, տեղադրեմ, լվանա, մաքրեմ, հանձնեմ ձեր դատի։ Պահով էլ կուզեմ, սենց սկսենք, տենանք ես ինչ ենք անում։ Հա, բա ինչ եմ արել։ Բա առանց վիդեո գործալն ու, էդ էլ իմ աշխատանքն ա։ Համարյա։ Չեմ հավատում, այսօր խոհանոցս վերջնական տեսքի ա գալիս, մեբելս բերել են, կիսատ դետալները, սա ենք փոխելու, սա արդեն փոխած ա, ընդեղ ենք դնելու, են անկյունի դարակն ենք ավելացնելու, մեկ էլ միկրոյի համար ստեղ պոլկա ենք դնելու, այս հատենամ ինչքան վաղտում ենք, էդքանը անելու, սիրելի հետևորդներ ջան, անցանք գործի, ստեղ էլ ինչպես միշտ լված կա գցած, մի խոսքով։ Եղեք, ստալիչնիցայի հայերեն տարբերակը չգիտեմ, որ ասեմ, էս ալնելու, ինքը 3 մետր երկարություն ունի, որ կտորով չլնի, էլի, ընդհանուր սիրուն հավաքվի, այս ենք ալնելու։ Կամ ասել էի չէ, որ այս բռնակները չեմ ուզում, հիմա այս դատակ տարածքի համար բերել այս շկաֆը ու առանց բռնակի, տեսեք ինչքան տեսքը ավելի օրիգինալ է, ամենայն դեպս իմ համար, ձեր համար չգիտեմ ոնց, բայց իմ համար հաստատ օրիգինալ է։ Սիրելիներ ջան, գիշերվա ժամը համարյա թե 12-ն է, մայիսի 15-ը, այսօրվա շատ երկար եմ սպասել, որովհետև հավաքել եմ, մաքրել եմ, այս են սիրուն, լվացել եմ, իմ խոհանոցի կահույքը, ջանեմ ասել է, ստեղ լվացքս վերջացավ, այս տարակը խոր է, երկար, էլ չեմ ասում սրանց մասին, ընտիր, համարյա թե իմ երազանքների կահույքն է, համարյա թե, խնդրեմ, մնում ա որ իրար հետ սիրուն տեղավորենք, դասավորենք, այնտեղ էլ ես մազերս ներկած, իմ գործն եմ անում, ստեղ մնացել է քիվը կպցնեմ, նույն ինքը կարնեզը, այստեղ ուրեմն այս լվացարանի Սարգսի լահնա, կահույքագործն ասավ, ես մոնտաժի հետ գործ չունեմ, այսինքն էդ էլ մնաց, այստեղ փոխել ենք այս այդ սիրուն, ինքը տեսք ունի, սա ուզում էի, սա էլ քառակուսի, այդ դարակի մեջ լներ, այդ էլ Նիկան ասեց չէ, դե տանտերը եթե ասմա չէ, հոմենակի մասելով չի կարա չէ, տենց լնի, այստեղ միկրոալիքային սա տեղ գտել, այստեղ իմ սիրելի տաբուրետ կան, կանգնել եմ վրան, իմ գործը սիրուն արել,
ասեք, որ միկրոալիքայինից տեղն էլ է շատ հարմար, դուռը չի խանգարում, ոչինչ չի լինում, այնտեղ էլ իմ ավանդական պոլիփայտն է, հեսա մի հատ վերջնական հատակով անցնեմ, այստեղ էլ մեքենան էլի ռիգուրովկից ընկել է, էլի վարպետս կգա կնայի, ու ես մի քիչ դիտավորյալ տարածք եմ ուզել սենց մնա, իհարկե ոչ այսքան, ընդեղ կուղղվի, արդեն ամեն ինչը տեղը կընկնի, որ սիրելի հետևորդներ ջան, մաքրություն անելը մի քիչ լավ լինի։ Ընդհանուր սա իմ խոհանոցի տեսքն է, ուզում եմ, որ հենց սենց հավաքել մնա, չեմ դնելու սեղանին ոչ մի բան բառիս ուղիղ իմաստով, որովհետև դարակներս շատ են ու ամեն ինչ ընտիր է, թերությունը վարագույրն է, էդ էլ ընթացքում հուսամ կկարողանամ կփոխեմ այս պահին, չեղավ, չստացվեց, որովհետև այնտեղ ծաղիկներից պոլկեն է, մի խոսքով, այստեղ իմ հին ստավիչնիցան է, ուզում եմ ես նախորդ շկաֆի վրա դնեմ ու սրան էլ հարմար տեղավորեմ, այստեղ էլ եմ փայլացրել, մաքրել, մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, սա իմ խոհանոցի վերջնական տեսքը, այս անկյունում շատ կուզենամ մի հատ կլոր սիրուն սեղան ունենամ, բայց էդ էլ այս պահին չի լինի, ոչինչ։ Մեկ էլ մտածում եմ այս սենյակի են դիվանչիկը բերեմ ստեղ սենց այս անկյունի հետ դնեմ, որ ամեն դեպքում նստելու տեղ լինի, այս տարածքը դատարկ լինի, գնալ գալը հարմար լինի։ Մի խոսքով, սիրելիներս, փառք եմ տալի Աստծուն, շնորհակալ եմ Աստծուն, որ ունեցա այս ձևի խոհանոց, վերջ։